Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիք եթերում հարցազրույցն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Արագածոտնի թեմի հոգևորական, Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրդանես Քահանա Բաղալյանին։ Աստված օգնական Տեր հայր։ Աստված պահապան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ մեր հրավերն ընդունելու համար։ Տեր Վրդանես, նախ անդրադառնանք ազգային ժողովի նախագահի հայտարարությանը այսօրվա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ հենց իրենց իշխանությունն է հայ ժողովրդի մեջ ձևավորել պատարակների գնալու մշակույթը։ Եթե իրենց իշխանությունը նկատի ունի Աբգար թագավորի ժամանակ եղած իշխանություններին, գուցե ճիշտ ասի, բայց ավելի եթե անկեղծ լինենք, Ենք ԿՊԱ-ականների մի հիմնական մասը նախկինում երբեք առիթ չեն ունեցել պատարակների մասնակցել եւ իրենց կամքով պատարակների չեն գնացել։ Վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանի պարտադրանքի արդյունքում որոշ ԿՊԱ-ականներ եւ իրենց ենթակայությամբ գործող վարչական տարբեր միավորների աշխատակիցներ իրենց կյանքում առաջի անգամ եկեղեցի են մտել։ Դա հստակ երևում է իրենց եկեղեցում պահվածքի ոչ պաշտպանությունից։ Նաև խաչականգվելու որոշակի Գևորգ Բաբոյանի, ասենք, ձախ ձեռքով անկանոն շարժումներ անելուց, չնայած, ասենք, եթե ինքը օրինակ տնտեսությունը, էկոնոմիկան նորմալ ղեկավար էր, մեր աչքին այնքան էլ ակնբախ չէր լինի իր խաչակնքվել չիմանալը։ Կամ օրինակ, ասենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամեն անգամ փորձում է կաթողիկոսին ավազանի անունով դիմելով կտրիչ բառը օգտագործելով վիրավորել եւ տակի մեկնաբանությունն ենք տեսնում քաղաքացիների, որոնք բոլորը միամուր կերպով գրում են քեզ էլ կտրիչ լինելը չէր խանգարիր կամ դա այսպես Դավիթները զոհվում են, սրան վերգոներն են մնում, այսինքն կտրիչ լինելը իրեն չէր խանգարի, իսկ Վեհափար Հայրապետը Գարեգին II է եւ նմանատիպ ձևով փորձում են Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին դիմել բոլոր նրանք, ովքեր այդ սորոսական այդ խողովակով են սնվում եւ թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի հիմնական անդամներն են եւ դրանց ազդեցության կրողները։ Տեր Վրդանես, Ալեն Սիմոնյանը եւս մի արտահայտություն էր արել, փորձելով համոզել, որ իրենց այս եկեղեցի այցելությունները դրանք քարոզչական բնույթ չեն կրում եւ ասել էր, տեսեք, մենք նույնիսկ լայվ չենք տալիս պատարակները։ Իրենց պատարակի լայֆերից հստակ երևում է իրենց հավաքած այդ ամբողջի ոչ եկեղեցում պատշաճ պահվածքը, կանանց գլխաշոր չունենալը, տղամարդկանց, ասենք, պատշաճ չպահելը կամ այնտեղ ոստիկանական տարբեր համակարգերի քաղաքացիական հագուստով անդամները, որոնք վերվում են եւ արհեստականորեն եկեղեցի են լցնում, իրենք վերջի շրջանում հասկացան, որ ուղիղ եթերները իրենց ավելի բացահայտում են իրենց կերպարը եւ փորձում են այդպես ռոլիկներ պատրաստել, որտեղ հոգեվոր մի բարի երաժշտություն է գնում, տարբեր կադրեր են, այնտեղ ծափահարություններն են, վարչապետին ուղված գլխի խոնարհումներն են, որոշ հատվածներ իհարկե իրենք ուղիղ եթեր են տալիս, տեսանք տարեց մի քաղաքացի ձեռքով բարևում է Նիկոլ Փաշինյանին եւ ասում է կյանքից երազանքը կատարվեց, այսինքն իր ողջ կյանքի երազանքը բարձրագույն պաշտոնյայի բարևերն էր, հուսանք մի օր, ասենք, Աստծո հաջողությամբ կարող է Հայաստանում Թրամփն էլ գա Հայաստան եւ այդ նույն պապիկը գնա Թրամփին էլ ձեռքով բարևի, իր երազանքը կատարվի։ Տեր Վրդանես, ձեր առաջնորդությամբ պետք է ուխտերթ տեղի ունենար, խյով շեշտենք, դեպի Հովհաննավանք։ Սակայն այդ ուխտերթը հետաձգեցիք նշելով, որ կա բախման վտանգ։ Այդ ուխտ բառի հետ կապված տեսանք նաև այնտեղ նախկին կարգալիցներից Արմեն Առաքելյանը նույնպես գնում էր, լրագրողը մոտենում է, ասում է ուր եք գնում, ասում է ուխտաբար, ասենք, պատշաճ չի, որ մարդը գնա եկեղեցի, ուխտերի մուտքը եկեղեցում արգելված է, ուխտը ճիշտ չի, որ մտնի եկեղեցի, եկեղեցի մտնում են ուխտավորները եւ կուզենք, որ կրթվել է իհարկե նորաձև է միշտ եղել իրենց իշխանությունից առաջ էլ կուզենք իրենք շատ կրթվեն, գոնե իմանան, որ կտրիչ բառը ճ-ով է գրվում, ուխտ բառը եթե օրինակ խ-ով է գրվում, դա դաշինքի, դա
երթումի մասին է, իսկ եթե ղտառով է գրվում, կամ դա ուղտ կենդանին է, կամ այն պաշտոնյան, որ կարող է թքել քաղաքացու դեմքին։ Նմանատիպ դեպքերում ղտառով պիտի գրվի։ Մնացած դեպքերում, եթե ուղտին, դաշինքին է, հին ուղտին, նոր ուղտին է վերաբերվում, կամ մեր անատական ուղտ կնքելուն Աստծու հետ, որ ինչպես կնքում ենք հոգևորական դառնալուց խոստանալով Աստծուն, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Գահակալին, հնազանդ լինել, հնազանդության եւ հավատարմության ուխտ ենք տալիս, որը ինչպես գիտեք, որոշ հոգևորականներ չպահելու արդյունքում այսօր տիրադավ են կոչվում, ուխտադրուժ են կոչվում եւ այդպիսի հոգևորականներ ցավոք սրտի ունենք։ Բայց իրենք ասում են, որ եկեղեցին են մաքրագործում, որ բազմաթիվ խնդիրներ կան։ Այո, եկեղեցին ինքնամաքրվում է եւ իրենց բացահայտելով նպաստում են եկեղեցու ինքնամաքրմանը։ Եկեղեցին մաքրվում է իրենցից, նման ուխտադրուժ, եկեղեցականի կյանքին ոչ հարիր պարվածքով հոգևորականներից, որոնց ոչ հարիր եկեղեցուն պահվածքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին կոմպրոմատ, որոնց միջոցով նաև Նիկոլ Փաշինյանը իրենց շանտաժի է եւ ահաբեկման է ենթարկում։ Եվ գիտենք ինչպիսի միջոցներ էր կիրառում Նիկոլ Փաշինյանը հենց այս տիրադավների նկատմամբ։ Ազգային ժողովի ամբիոնից սկսած ասելով, որ որոշ հոգևորականներ կան, որ Բենթլի են քշում, օշորում են, ոչ կուսակրոն կյանքով են ապրում եւ տեսնում ենք այս Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո այս նույն տիրադավները, այդ նույն մեթոդները կիրառում են իրենց թեմերում եղող քահանաների նկատմամբ, փորձելով նրանց նույնպես միացնել իրենց հակաեկեղեցական այդ շարժմանը։ Ավելի մանրամասն ինչպես ավելի մանրամասն իմացանք Մասյաց-Հոտնի առաջնորդանում ինչպես էր Գևորգ Սրբազանը փորձել քահանաների վրա ոստիկանական այդ միջոցներ կիրառել, որպեսզի այսինքն առաջնորդանը ցավոք սրտի վերածել էր ոստիկանական հենակետի եւ ԿՊԱ-ականների հավաքատեղի էր վերածել առաջնորդանը Մասյաց-Հոտնի եւ ժողովրդի եւ քահանա-հայրերի խնդրանքին ընդառաջ վեհապար հայրապետը տնօրինականով որոշում կայացրեց եւ եկեղեցում ունեցանք Մասյաց-Հոտնի թեմում նոր առաջնորդական տեղապահ մեր եկեղեցու ամենապայծառ լուսամիտ հոգևորականներից մեկը հայր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը նշանակվեց Մասյաց-Հոտնի թեմի առաջնորդի պաշտոնակատար տեղապահ նշանակվեց, այսինքն Մասյաց-Հոտնի թեմի քահանաները տեսնում ենք ինչպես են սրբազան նախկին սրբազան հորը մերժում եւ իրենց նաև հավատարմությունը հայտնում Մայրաթորին, Վեհապար հայրապետին, Աստծուն եւ իր ուխտին հավատարիմ իմ նորանշանակ առաջնորդին։ Իդեպ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ամենաակտիվ ու ամենաթունդ քննադատողները հենց Մասյաց-Հոտնի թեմի քահանաներն են։ Հետաքրքիր բան ասեմ, առաջինը Գևորգ Սարոյանին մերժեցին Մասսի Սուրբ Թադեոս եկեղեցու դպիրները, մոտ 31 ծառայող դպիրներ կային առաջնորդանից Սուրբ Թադեոս եկեղեցում եւ 29 դպիրը իրեն հրաժարվեց իր հետ պատարագի մասնակցել, այսինքն դպիրների մոտ 95%-ը իրեն մերժեց հենց միանգամից եւ նաեւ տեսնում ենք թեմի 24 քահանաներ ընդամենը կան թեմում եւ 24 քահանաներից այսպես քահանաների հետ հիմնական մասը մոտ 19 հոգի տեսանք ցուցակով իրենց հավատարմությունն էր հայտնել նորանշանակ առաջնորդին եւ տեսանք աննախադեպ երևույթ ինչպես Նիկոլ Փաշինյանի, ասենք, հանձնարարակատար դատավորի միջոցով մեկ օրվա ընթացքում միջանկյալ որոշում կայացվեց մի հարցի շուրջ, որը դատարանը իրավունք չուներ նույնիսկ վարույթ ընդունել, այսինքն եկեղեցու ներքին կյանքին վերաբերվող նշանակումների եւ այլնի հարցով չէր կարող։ Սա վտանգավոր նախադեպ չի ստեղծում։ Սահմանադրագետներն ասում են, որ այդ դատավորի որոշումը վերականգնել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյաց-Հոտնի թեմի առաջնորդ հակասահմանադրական է, որովհետեւ սահմանադրությամբ հաստատված է, ամրագրված է պետությունը, այսինքն նաեւ պետության մաս կազմող իրավական համակարգը իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին։ Բայց սա
ինչ որ կոնկրետ ուղղություն ստեղծելու առաջին քարը չի, այսինքն չեն կարող նմանատիպ որոշումների ականատես լինել նաև մյուս առաջնորդարանների հարցում եւ արդեն ոստիկանական ուժերի միջոցով փորձել այս որոշումները կյանքի նույն տրամաբանությամբ այս դատավորը կարող է վաղը որոշում կայացնել, որ օրինակ Գևորգ Սրբազանը ավելի բարձրահասակ է, քան Արշակ Սրբազանը, բայց դա որևէ լուրջ չի, որևէ մեկը դա չի կարող լուրջ ընդունել, այդպիսի անպատասխանատու որոշումը լուրջ ընդունելու համար կամ պետք է տգետ լինել, թերուս լինել, բարձրագույն կրթություն չունենալ, ինչպես ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանն է, կամ էլ կամակատար լինել, մարդահաճո լինել, շողոքորթ լինել, վերադասներին քծնող լինել, ինչպես էս պարագային էս դատավորն է։ Բայց սա վտանգավոր նախադեպ այնուամենայնիվ չի ստեղծում։ Դե դա մեր մոտ ուղղակի հումորային է մեր համար։ Ես առաջի անգամ այդ անլուրջ որոշումը, որ ստացա, մտածեցի ինչ որ մեկի հումորն է, հետո պարզվեց, որ հումոր չէ, այլ տգիտության հետևանք է, որ իրենք այդ հարցը վարույթ են վերցրել։ Այսինքն նույն տրամաբանությամբ վաղը կարող ենք նշել, որ այդ դատավորը որոշել է, որ Գևորգ Սարոյանը օրինակ կամ ինքը այնտեղ դիմել է Արման Սարոյանով, որ Արման Սարոյանը նշանակվել է օրինակ Մասսի Միլպետ եւ առաջնորդանել իրենց ասենք վարչության կենտրոնն է եւ այնտեղից ինքը ղեկավարում է, բայց այդ առաջնորդանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականություն է եւ չի կարող առաջնորդանը վերածվել ոստիկանական հենակետի կամ ԿՊԱ-կանների հավաքատեղի։ Դրա իրավասությունը չունեն։ Բարերարը, որ հովանավորել է եւ առաջնորդանի եւ եկեղեցու կառուցումը, ինքը նպատակ է ունեցել այդտեղ ունենալ առաջնորդարան եւ նաեւ առաջնորդանիստ եկեղեցի եւ եկեղեցին պիտի շարունակի գործել որպես առաջնորդանիստ եկեղեցի եւ նոր առաջնորդական տեղապահը պետք է այդտեղ նստի եւ Սուրբ Թադեոս եկեղեցին էլ պետք է գործի որպես եկեղեցի եւ կանոնական պատարակներ պիտի մատուցվեն։ Նույն տրամաբանությամբ օրինակ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա օրինակ Եհովայի վկաների թագավորության սրահի վրա այդպիսի գրող կազմակերպել ոստիկանական կամ մորմոնականների որևէ կենտրոնի, որտեղ դրսի միջազգային կառույցները, որ այս բային խուլ եւ համր են, ոչ տեսնում են, ոչ լսում են, իրեն նկատողություն կանեն եւ կզրկեն հերթական վարկից, որոնք ինքը մեծ սիրով է վերցնում։ Տեսնում ենք իր մոտ այնպիսի տենդենց կա, որ գնա եվրոպական, ամերիկյան երկրներ ներկայացնի, որ օրինակ պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ եւ գումար իրենցից պարքեր ուզի, Հայաստանի Հանրապետության պարքը ավելացնի եւ ինքը նաեւ առանց համանչելու կգնա Ռուսաստանի Դաշնություն, կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահին, իր աջակցությունը կհայտնի այն բոլոր ծրագրերին, որ նա կատարում է եւ նրանից էլ փող կուզի օրինակ երկաթուղի կառուցելու եւ նման հարցերի դիմաց։ Այսինքն ինքը փորձում է միջազգային ասպարեզում նույնպես օգտագործել այն միջոցները, որ ինքը Հայաստանում է օգտագործում։ Գիտենք, որ պետության բյուջեում միջոցներ կար, որ հնարավոր էր օրինակ թոշակները մոտ 10,400 դրամով ավելացնել եւ նման առաջարկ է եղել Նիկոլ Փաշինյանին թոշակները բարձրանալու, որովհետեւ բավական լուրջ թանկացումներ են տեղի ունեցել, սկսած աղբանությունից մինչեւ գույքահարկ եւ մնացած հարցերում, բայց Նիկոլ Փաշինյանը նախընտրել է թոշակառուներին խափել, իրենց թոշակները չբարձրացնել եւ ասելով, որ կարող է այդ թոշակները բարձրացնեն, օրինակ աննպատակահարմար այդ գումարները օգտագործեն կամ ինչ պիտի անեն այդ գումարները, այդ թոշակառուները։ Այսինքն ինքը նախընտրում է հույժ գաղտնի հրամանով, ով իրեն, այսպես ասեմ, այն բոլոր պաշտոնյաներին, որ իր հանձնարարականներն են կատարում, շատ անգամ ապօրենի, նրանց պարգևատրեր։ Եվ տեսանք, որ ինչպես շարքային падգամավորից սկսած, մինչև ինքն իրեն ինքնապարգևատրման է ենթարկել եւ ասենք բնականաբար իրենք նույնիսկ այդ եղած գումարից էլ գող չեն, որովհետեւ երախտագետ տեսակին չեն պատկանում։
Տեր Վրթանես, անդրադառնանք նաև մյուս աղմկահարույց հայտարարությանը, որ նախորդին եղավ, ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդ Հովհաննես Սրբազանը, ով մեծ ազդեցություն ունի Սփյուռքում, հատկապես ԱՄՆ-ում, փորձեց հայտարարությամբ բացատրել, թե ինչու է դեմ դուրս եկել Մայրաթոռին, վեհափառ Հայրապետին, իրեն ինչն է ստիպում։ Այսպես ասեմ, ինքը ոչ թե ազդեցություն ունի, այլ մեծ ճանաչում ունի եւ փոքրիկ հարգանք ունի։ Ինքը չնայած ճանաչված է, բայց նաև վիճահարույց տարբեր թեմաների հետ կապված, չեմ ուզի իր, ասենք, կյանքի կենցաղի այդ մանրամասնություններին անդրադառնալ, որոնց անդրադառնալը նույնիսկ կոռեկտ էլ չի, կամաչեմ այդ թեմաներին։ Լավ, Նիկոլ Փաշինյանը ինչ կոմպրոմատ կարող էր ունենալ իր դեմ, նույնիսկ արևմտյան թեմում հարգանք, հեղինակություն չվայելող մեկն է։ Շատերը վերջի շրջանում իր պատարակներն էին ցույց տալիս, որտեղ չնայած տիրադավներին միանալուն ինքը վեհափառ Հայրապետի անունն էր տալիս, այսինքն իր մոտ էլ այդ երկերեսանության պահը բավական ակնբախ է, այսինքն համայնքի անդամներին իրական դեմքը ցույց չի տալիս, բայց դեսպանատան խողովակով վարչապետի հետ իր անօրինական, այսպես հակաեկեղեցական, ասենք, ոչ եկեղեցական խողովակներով իր կապերը եւ նաեւ այդ տիրադավներին միանալը իր հայտարարությունից ավելի կարևոր է իր հայտարարության պատասխանը բանտում գտնվող Միքայել arczepiskopos Աճապահյանի, որը հիմնավոր գաղափարական պատասխան է տվել այն բոլոր ոչ հիմնավոր եւ տգետ նաև նենք հայտարարություններին, որ իրականությանը չեն համապատասխանում։ Ուղղակի ջախջախել է։ Ես օրինակ նախկինում երբեք չէի պատկերացնի, որ ինքը կարող էր այդպիսի անլուրջ բաներ ասել, ասենք ավելի շատ այդ իրանց հայտարարությունները եւ ստորագրածները այդ տիրադավների եւ իր այս վերջի խայտարակ հրապարակումը ավելի, ասենք, Նիկոլ Փաշինյանի կրթամակարդակի գրված հայտարարություններ են, քան կարող է բնորոշ լինել եպիսկոպոսին կամ arczepiskoposին։ Զարմանում եմ, որ այսքան տարի եկեղեցում լինելով, նաև եկեղեցական կրթություն ունենալով, իրենք կարող են եկեղեցական հարցերում այդքան տգետ լինել եւ Վրթանես, այդ հարցերը նաև հանրության շրջանում են առաջանում։ Հարցադրում են անում մարդիկ, ասում են, ինչու էին այս մարդիկ մինչև այժմ եկեղեցում, եթե իրենք այսպիսի որակներ ունեին։ Տեսա նաև, ասենք, քահանաներից մեկին, որ իր ատագիտությամբ, ասենք, բավական փայլում է եւ հարցազրույց էր տալիս, ես ասենք, եթե չեմ սխալվում, civic.am մի կայքի եւ այնտեղ ասում է, որ ուզում էինք մենք ավետարան քարոզենք, դե սա կյանքին ավետարան չի քարոզել, բայց չգիտեմ, Մայրաթոռից մեզ ասում էին նախապատրաստվենք 26 թվականի կամ չգիտեմ 30 թվականի ընտրություններին եւ դրա համար մենք մեր գործով չենք զբաղվել եւ ամբողջ ընթացքում պատրաստվել ենք այդ ընտրությանը, չգիտեմ, ասենք, ուղակի զավեշտի, sense հումորի շարքից է, կամ չգիտեմ, մի տիրադավի փոխարեն կամ իրենց էս պաշտոնանկ են արվում, նշանակում են մեկին, անմիջապես էս ֆեյքերի sense հորդաները, չգիտեմ, հանրայ Պետրոս Ղազարյանական, այնտեղ Ստյոպա Սաֆարյանական, Տարոն Չախոյանական է շրջապատը իրենց ֆեյքերով անմիջապես գրում են, բա գիտեք, այս կուսակրոնը կին ունի, անունը Վարդուշ է, մի հատ էլ աղջիկ ունի, անունը Քնքուշ է, մենք կանանց իրավունքները հարգում ենք, դրա համար այդ Վարդուշի նկարը չենք դնում համացանց, երեխաներին էլ շատ ենք սիրում, դրա համար իրա Քնքուշ անունով աղջկա նկարը չենք դրել, բայց ինք ունի եւ հաջորդ օրը դու տեսնում ես փողոցում շարքային այսպես զոմբին մոտենում է եւ ասում է, գիտեք, այսպիսի բան ասում ես, ինչ հիմքով ես ասում, ասում է, համացանցում է այդ մասին կա գրված, ինչպես օրինակ ասենք Արմեն Առաքելյանն էր ասում, ասում է, գնացեք համացանցում նայեք այդ մասին հրապարակում կա, երբ որ ասենք ինքը մեզանից լավ գիտի, որ այդ ստապատիր հայտարարությունները հենց իրենք են այդ համացանցում լցրել։ Այսինքն իրականությանը չհամապատասխանող անլուրջ հայտարարություններ են։ Եթե այդ հայտարարություններին ասենք հավատանք, նրանք իրենց էջերում օրինակ մի քանի անգամ հանդիպել եմ իմ մահվան մասին տեղեկություններ, որ ասենք մեծ սիրով գրել եմ, որ այդ գրազվածքի իրականությանը չի համապատասխանում, այսինքն իրենց հույսերը չեն արտահանում, իրենց գրվածները իրականությանը չեն համապատասխանում, իրենք այդ կրթամակարդակի են։
Տեր Վրդանես, դուք խոսեցիք մի արտահայտություն արեցիք Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով, որ այդ դատարանը կարող է որոշում կայացնել նաև, որ Գևորգ Սարոյանը Արշակ Սրբազանի պես բարձրահասակ է։ Կամ խելացի է։ Այնուամենայնիվ իր հարցազրույցներում Արշակ Սրբազանի դեմ բավականին լուրջ եւ շատ վարկաբեկիչ ամենահետաքրքիրը Պետրոս Ղազարյանի հարցազրույցներ։ Ինքը նայեք, այնտեղ հաղորդման ժամանակ մեկ ասում է, որ վեհապար Հայրապետն է այդ վիդեոները համացանցում տեղադրել տվել, կամ իրար շփոթում հետո էլ ասում է նրան պաշտպանում է, կամ պաշտպանում է, կամ նյութերը համացանց է դրել։ Այսինքն ինքը վեհապար Հայրապետին քննադատում է եւ պաշտպանելու համար եւ նյութերը համացանցում, այսինքն փորձում է հարաբերություններ վատացնել եւ տեսնում ենք իրականում իր, ասենք, տրամադրվածությունը, ասենք, Արշակ Սրբազանի նկատմամբ, որը ընդամենը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն է, հստակ նկարագիր ունի։ Արշակ Սրբազանը իրենց համար թիրախավորված է զուտ հայրենասեր եւ աստվածասեր լինելու պատճառով եւ տեսնում ենք իշխանական քարոզչամեքենան ինչպիսի ստոր մեթոդների է դիմում, նախ համացանցում ապատեղեկատվությամբ, ասես լուրեր են տարածում, վարկաբեկիչ, իրենք լավ իմանալով, որ այդ հոդվածով չեն կարող մարդուն ձերբակալել եւ հետո բավական վարկաբեկելուց հետո փորձում են մեկ այլ հոդվածով ձերբակալել, որպեսզի աղմուկ չառաջանա։ Եվ եթե ասենք հիմնավոր է, ասենք օրինակ Արշակ Սրբազանի ձերբակալումը, որը անհիմն է, բոլորս էլ գիտենք, մինչև հիմա էլ այդ վիդեոները փորձաքննության չեն ենթարկվել եւ հստակ տեսանելի աչքով երևում է, որ արհեստական բանականությամբ համ սարքած վիդեոներ են, կեղծիք են, այսինքն իշխանության կողմից իրականացված։ Նույն տրամաբանությամբ Արագածոտնի թեմում մենք ունենք դիվանապետ, որ Տեր Գարեգինն է, Տեր Գարեգինի մասին այդպիսի վիդեոներ չունենք համացանցում, ինքը շատ ավելի համեստ, ասենք, հոգևորական լինելով, մեկ էլ տեսնում ենք էլի ձերբակալվեց եւ տնային կալանք տրվեց, այսինքն 2 ամսով ձերբակալեցին, 7 օր էր մնացել, որ սպասում ենք մեր սիրելի հոգևոր եղբայրը պիտի ազատության մեջ լինի, մեկ էլ տեսանք կալանքը փոխել են տնային կալանքի եւ այդ 7 օրը դարել է 3 ամիս, այսինքն ավելի է երկալել եւ Տեր Գարեգինի հիմնական մեղքը ո՞րն է, ասեմ Տեր Գարեգինի հիմնական մեղքը նա է, որ ինքը Արագածոտնի թեմի դիվանապետ է։ Այսինքն ամբողջ թեմի գործունեություն է կան։ Նաեւ տնային կալանքում է այս պահին թեմի հաշվապահը Տիկին Նայրա Ալավերդյանը, էլի տնային կալանքում է Տիկին Նայրայի մեղքը, որն է, որ Արագածոտնի թեմի հաշվապահն է։ Այսինքն իրենք թեմերում եւ Մայրաթորում հիմնականում թերախավորում են այն անձանց, որոնք եկեղեցու վարչական այս կյանքը կազմակերպելու գործում կարևորություն ունեն, իրենք փորձում են խաթարել եկեղեցու բնականon գործնեությունը։ Տեր Վրդանես, խոսք գնաց թե ինչպես է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը փորձել իր թեմի քահանաներին ու մյուս հոգևորականներին ճնշել, իսկ մյուսների մասով ինչ կասեք, ինչ ճնշման գործիքներ են կիրառել մյուս։ Գևորգ Սրբազանը ինքը բնույթով ավելի մանրախնդիր է եւ ասենք սենց մի անգամից իշխանականների այդ խայծը, որ սենց ոստիկաններով գնանք քահանաների ճնշենք, սենց ուղիղ կիրառում է եւ դրա համար իր կերպարը տենց շատ արագ բացահայտվեց եւ քահանաներն էլ ընդդիմացան, բայց նույն երևույթը ավելի սենց անձնական սենց մեթոդներ կիրառելով նույն տրամաբանությամբ օրինակ Արարատյան թեմի փոխանորդն է իրականացնում, որը ասենք ավելի կոպիտ միջոցներով կարող է, այո, հեռախոսները հավաքել տա իրենց որպեսզի ասենց փաստեր չունենան եւ այդ նույն ճնշումները անի, ինչ որ ոստիկանները անում են այն Մասյացոտնի թեմում։ Այսինքն հոգևորականների հեռախոսներն է հավաքում նավասարդը։ Դե իր մոտ հանդիպման ժամանակ հեռախոսները, ասենք, բնականաբար չի թողի մոտները լինեն, որ հանգարց իրեն չձայնագրեն եւ բնականաբար ինքը կկիրառի այն նույն մեթոդները, ինչ որ բանակի հոգևոր սպասավորների դեմ զինվորականներն են փորձում կիրառել որպես պարտադրանք, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհապար Հայրապետի եւ եկեղեցու դեմ դուրս գան, եւ ինչը որ Գևորգ Սրբազանն է կիրառել, նույն մնացած տիրադավների կողմից է կիրառվում քահանաների, սարգսակների, դպիրների նկատմամբ եւ տեսնում ենք, որ իրենք նաեւ որոշ ասենք տիրադավեր ունեն, այսպես ասեմ, անվտանգության ուժեր, ինչպես թիկնապահներով շրջում, այո, տեսանք Զավեն Սարգսյանի օրինակ հոգեհանգստին,
Գևորգ Սարոյանին ուղեկցում էր ոստիկանության աշխատակիցը եւ Գավազանն ու Փիլոնը այսպես ոստիկանի ձեռքին էր։ Այսինքն ոստիկանության աշխատակիցները հոգեվորականությանն են իրենց կամ Գավազանն ու շուրջարն էր ձեռքին։ Ես հոգեհանգստի կարգը չեմ տեսել, գուցե ասենք այնտեղ նաեւ բուրվարակիրը ոստիկան լիներ, ասենք կամ չգիտեմ, էլի կեղծ դպիր հրավիրվեր, օրինակ ասենք ԿՊ-ի Երիթևի, ասենք ֆուտբոլի մանկական թիմից ինչ-որ մեկը բուրվար գցեր, իրենց տրամաբանության մեջ է։ Եվ տեսնում ենք, որ իշխանությունները այս հակաեկեղեցական իրենց գործունեությունը ոչ միայն հակասահմանական է, հակաօրինական է, այլ նաև չունեն ժողովրդի աջակցությունը։ Ժողովուրդը չի ուզում մասնակցել։ Տեսանք Մասիս քաղաքում ինչպես զոհվածի ծնողներ արտահայտվում, նաև եկեղեցու են մշտական հավատացյալները, սկսած լրագրողից, որ Նիկոլ Փաշինյանին խնդրում էր, որպեսզի Չարեცավան չայցելի, բայց բնականաբար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լեգիտիմ դու լեգիտիմ չես, պարոն Փաշինյան, ինքը երբեք լեգիտիմ չի եղել, ինքը ընտրվել է ստերի հիման վրա, կեղծիքների հիման վրա եւ նախընտրական իր բոլոր խոստումները ինքը չի կատարել իրականում, ինքը Շուշիի Հադրութի ազատագրման մասին էր խոսում, Արցախի ճանաչման մասին էր խոսում, արցախցիների իրավունքներից էր խոսում, որոնք հիմա ինքը ամբողջությամբ ուրացել է, Լաչինի միջանցք պիտի լիներ 5 կիլոմետր անոց լայնքով եւ այսօր ինքը խոսում է միայն Նախիջևանից եւ տեսանք վերջի խայտարակ դեպքը ինչպես օրինակ Վահագն Խաչատուրյանը եկեղեցում այսպես ադրբեջանա-թուրքական միջանցքի մասին է խոսում, նրանց շահերից է խոսում եւ իրենք դա նորմալ են համարում։ Այդ ադրբեջանա-թուրքական միջանցքը մեզ ոչինչ չի տալիս, բացի մեր կորուստից, որ կունենանք այդ տարածքի կորուստը, նաև վերահսկողություն չենք ունենա, եւ դա պիտի լիներ Արցախ, Հայաստան, Լաչինի միջանցքին համարժեք պիտի լիներ, բայց այդ միջանցքը չկա եւ այսօր արցախցիները իրենց պատմական հայրենիքից արտաքսված են եւ այս ֆոնին տեսնում ենք նաեւ Արցախի ռազմաքաղաքական իշխանության կեղծ դատավարությունները Բաքվում եւ նմանօրինակ դատավարություններ կան օրինակ Հայաստանում, օրինակ գիտենք զուգահեռաբար այնտեղ ասենք եւ ասենք լրագրողներ կան այսօր Նարեկ Սամսոնյանը արդեն 11 օր է հացադուլի մեջ է եւ առողջական վիճակն էլ բավական վատ է հետաքրքիր բան ասեմ բավական առողջ մարդը հայտնվելով իշխանությունների այս դատական համակարգի թիրախում եւ ապօրենի ձերբակալումից հետո շատ արագ առողջական վիճակը վատանում է որպես գաղտնիք ասենք կամ երևի գաղտնիք չի որ նույնիսկ Սամվել Կարապետյանին ազգային բարերար խուցե եղել է ոչ նորմատիվ այսինքն ցուրտ խցում են պահել մարդուն եւ այնտեղ տարբեր կտանքների են ենթարկում այնտեղ կալանավորվածների ես ընդամենը 1 օրով եղել եմ քնչականում վրկայի կարգավիճակով Եվ անձամբ իմ նկատմամբ էլ տեսել եմ իշխանությունների Որոնց փաստացի առևանգել էին, որովհետև չեն ներկայացել Եվ քնչականից ստացա այս ամեն ինչի պատասխանը, որ իրենք ծառայական քննություն են արել եւ շատ նորմալ է, որ ինձ առանց դատական ծանոթության անտարել են քնչական, շատ նորմալ է, որ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը ինձ զանգի հնարավորություն չեն տվել։ Ընդ որում եղել է վկայի կարգավիճակ։ Այո, վկայի կարգավիճակով ընդամենը հայտնվելով քնչական, դու կարող ես առանց դատարանի որոշման հայտնվես քնչականում, այնտեղ զրկված լինես դեղորայք ընդունելու, ասենք, ճնշման, շաքարի դեղեր ընդունելու հնարավորությունից, քեզ նորմալ այնտեղ չկերակրեն, օգտվես Ես ասենք քննիչի տված բանալիով սանհանգույցից, որից մեկ անգամ օգտվելուց հետո երկրորդ անգամ ցանկացած ասենք մարդ չի ուզի օգտվի եւ ասենք այդ ամբողջ օրվա ընթացքում քո նկատմամբ կատարած բոլոր արարքները մեկ էլ տեսնես քնչականից պատասխանել են, որ այդ ամեն ինչը շատ նորմալ է, շատ բնական է, այսինքն իրենք այդպես բարվում են բոլորի նկատմամբ։ Եվ քնչականի պետն էլ ասենք դες մի հատ էլ ազնիվ լինելուց է խոսում, սուտ չխոսելուց է խոսում, երբ որ ինքը օրենքը չի պահում, այլ ընդամենը մեկ մարդու կամք է կատարում եւ այսօր տեսնում ենք իշխանական շրջանակում կան մարդիկ, որ կարծես Նիկոլ Փաշինյանի փաստաբանը լինեն, իրենք իրավաբանական կրթություն ունեցող անձինք են, օրինակ ասենք
մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության նախարարը, դատախազը, բայց իրենք կարծես ոչ թե օրենքի ներկայացուցիչ լինեն, այլ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը լինեն, իրենք ավելի ճիշտ կլինի Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն լինեն գոնե, եթե օրենքը չեն կարողանում էլ կիրառել, գոնե խորհրդատուն լինեն եւ Նիկոլ Փաշինյանին բացատրեն, որ հարցերն է, որ սահմանադրության խախտում է իր կողմից, ապօրենություն է, օրենքի սահմանադրության ոտնահարում է։ Եվ ժամանակի ընթացքում Էնդերսի տերերը, որ այս պահին Նիկոլ Փաշինյանին ասես ոգևորում են հակաեկեղեցական այս արշավի մեջ, հետագայում այս նույն իրակատարած ապօրենությունները դնելու են իր առջև եւ իրեն զրկելու են իր ամենաբաղձալի վարկերից, հերթական պարքերից, որը ինքը շատ է սիրում վերցնել եւ տեսնում ենք վերջի տարիներին ամեն տարի մոտ 1 միլիարդ դոլարով Հայաստանի պարքը ավելացել է եւ ինքն էլ ասենք կարող է խափի ասի այդ գումարով մենք զենք ենք գնել բան, բայց որը գիտենք իրականությունը չի համապատասխանում։ Ինքը ներդրումներ միայն արել է ոստիկանական համակարգի քանակի, այսպես ասեմ, շատացման գործում եւ ոստիկանական համակարգի, այսպես ասեմ, ճակերտավոր բարեփոխման, այսինքն քանակն է ավելացրել, որին զուգահեռ տեսնում ենք հանցագործությունները նույնպես ավելացել են, այսինքն քանակապես ավելացած ոստիկանները չեն զբաղվում այն պարտականություններով, որ պիտի զբաղվեն։ Իրենց բոլորի նպատակը դարձել է Նիկոլ Փաշինյանի աթոռի պահպանությունը եւ ընդդիմադիրների դեմ տարբեր հալածանքներ, բռնաճնշումներ կիրառել է։ Տեր Վրդանես, մեր զրույցի վերջում ուզում եմ անդրադառնալ մի տեղեկատվության, որը երկար ժամանակ է քննարկվում է, թիվ է նշվում 5 միլիոն, այն գումարն է, որն առաջարկվում է հոգևորականներին Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելու համար։ Իրական թիվ է արդյոք սա, ինչ տեղեկություններ ունեք։ Իրական թիվը էսպես է, Նիկոլ Փաշինյանին միացողներին տալիս են 30 արծաթ, դրան կամ համարժեք դրամով են իրենց վարձատրում, այստեղ էլ իրենց պատշաճ չեն վարձատրում, կարծում եմ, որովհետև Հուդայի այդ 30 արծաթով, որը ինքը զղջումից հետո տարավ նետեց տաճարի սրահում, քահանապետերը այդ 30 արծաթը համարում են, որ այրյան գին է եւ պատշաճ չէ գանձանակը գցել եւ դրանով ագարակ են գնում, ում են անտեր ննջեցյալների համար, այսպես ասած, եւ ինքը որպես մատնություն գին ստացած այդ 30 արծաթով գնում են այրյան ագարակը, որ ակադամա է կոչվում իրենց լեզվով, տեսնում ենք եւ Հուդան ինքը կախվում է եւ այդտեղ էլ թաղվում է։ Այսինքն այսօր իրանց այդ տված գումարով իրենք օրինակ մայրաքաղաքում չեն կարող 400 մետր քառակուսի հող էլ գնել, այսինքն շատ ավելի քիչ է իրենց տրվում, քան Հուդային է տրվել, այսինքն իրենք ավելի էժան են վաճառվում են բոլոր մարդիկ, որ ուրացել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իրենց եկեղեցուն եւ դուրս են եկել եկեղեցու իերարխիայի, եկեղեցու կառույցի եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ։ Այսինքն իրենք ներկայացնում են այս հակաեկեղեցական իրենց արշավը, որ ընդամենը ուղղված է Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսաց դասի, քահանաների, վարդապետների, դպիրների, սարգսակների եւ այն ժողովրդի այն հասարակության այն մասի, որոնք ռևանշիստ են, ուզում են Արցախ ազատագրել եւ այլն, դրանց դեմ է ուղղված, բայց իրականում ինքը ուղղված է ամբողջական եկեղեցու դեմ։ Այսինքն եւ ուղղված է նաեւ ժողովրդի դեմ։ Այս իրենց արշավը որևէ հաջողելու տարբերակ չունի։ Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Նավասարդ Կճորյանը Փաշինյանին խոստացել է 100 հոգևորականով արշավել դեպի Մայրաթոռ։ Նավասարդ Կճորյանը ինքը իր ասենք կարա ցանկացած բան խոստանա եւ չանի։ Ես այդ Տիրադավ եպիսկոպոսներից ասենք մի մասին նախկինում ճանաչել եմ, իրենք մինչև Նիկոլ Փաշինյանին միանալը գուցե սուտ չէին խոսում, գուցե չէին խափում, բայց ասենք Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո իրենց մոտ սուտ խոսելը, գլուխ գովալը, խափելը եւ այլ երևույթներ շատ բնական է, իրենք նմանվել են իրենց նոր տիրոջը։ Նախկինում փորձում էին իրենց պահել հոգևորականին վայել, քահանային վայել, եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին վայել պահվածքով, հիմա իրենք փորձում են նմանվել իրենց նոր տիրոջը, որ իրենց կոմպրոմատներով եւ շանտաժով ստրկացրել է, իրենք առանց շղթաների կարելի ասել կալանավորներ են եւ պիտի անեն այնպիսի հայտարարություններ, որը Նիկոլ Փաշինյանին
հաճո է, տեսանք, օրինակ Տիրադավ եպիսկոպոսների քանակը 10 հոգուց չանցավ, իրենք չկարողացան քահանաների նույնիսկ 10%-ին իրենց միացնել, էլ ամեն բռնաճնշումներով հանդերձ, այսինքն եկեղեցուին հիմնական մասը վեհափառ հայրապետին է աջակցում, օծյալ գահակալին է աջակցում, եկեղեցին ինքը շատ պատշաճ իր գործը կատարում է եւ իր առաքելությանը հավատարիմ շարունակում է իր հոգեփրկչական գործունեությունը։ Եվ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում իրենք գիտակցեն այնտեղ տեսնում ենք ինչպես Տիրադավ եպիսկոպոսները վեհափառի անունը չտալու նաև մեղքը գցում են այն քահանաներին, որոնց պարտադրանքով իրենց են միացրել, այսինքն երբ որ լրագրողը մոտենում իրենց հարց է տալիս, ասում են մենք պատարակիչ չենք, հենա պատարակիչ քահանայից հարցրեք, դպիրներից, սարգսակներից հարցրեք, այսինքն նայեք, իրենք իրենց այդ հանձնարարականը, որ տալիս են իրենց ենթակայությամբ եղած Տիրադավ, ասենք, եպիսկոպոսը եւ արքեպիսկոպոսը Տիրադավ քահանային տված հանձնարարականի համար հետո չի ուզում պատասխանատվություն կրել։ Այսինքն իրենք սովոր են իրենց մեղքը նախկինների վրա գցել, վեհափառ հայրապետի վրա գցել, նաեւ իրենց ենթակաների վրա գցել, փորձելով չքմեղանալ։ Բայց հասարակությունը եւ մենք գիտենք ովքեր են մեղավոր եւ ով որքանով է մեղավոր այս վիճակից։ Տեր Վրդանես, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Աստված օրհնի, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, միշտ ուրախությամբ ենք գալիս եւ թող մեր հասարակությունն էլ տեղյակ լինի, որ եկեղեցու իր ներքին իրավիճակին պիտի տեղեկացված լինի, որպեսզի չուտի ապատեղեկատվության խայծը։ Աստված օրհնի ձեզ, ամենալավն ու բարին եմ մաղթում։ Շնորհակալ եմ Տեր Վրդանես։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրներ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր, նաև պատերազմի մասնակից Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։